Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, այսօր ձեր համար այսպիսի համեղությունով եմ եկել, եթե ինչ-որ մեկիդ կհետաքրքրի, պատրաստման տարբերակը կա, կարող եք նայել, պատրաստել և աննշանել կամ հյուրասիրել ձեր հյուրերին, ինչպես որ ես եմ անելու։ Հիմա սրանց կողք եմ դնում և անցնում իմ գործերին։ Ուրեմն ինչ եփել այսօրի հարցնենք, լուծում, տեսակ չէ, իմ սեղանին 2 գլուխ սող, ինչը որ ես պատրաստում եմ կտրտել բավականին խոշոր։ Գազօջախին դրածում եմ ջուր, քանի որ անհրաժեշտ է տաք ջուր, և բացի դա, հարգելիներս, եթե իմ խոհանոցում կլսեք թռչնաձայներ, խնդրում եմ ըմբռնումով մոտենաք, քանի որ այսուհետ մեր տանը ունենք գեղեցիկ թռչուններ, թութակներ ունենք, այդ իսկ պատճառով պահի տակ կխնդրեմ ըմբռնումով մոտենաք, հարգելիներս։ Այսպիսի առատ սոխ եմ կտրտել, ինչ եմ անում, տապակում եմ բուրսայուղով, սովորականի նման, սոխառած եմ անելու, հարգելիներս, կողքի հետ էլ ջուր եմ տաքացնում, եփում եմ հնդկաձավարը, արդեն իսկ սովորական ջրել եմ, մի քիչ տապակել եմ, դե ոնց գիտեք, սա իմ կաթսայ, այստեղ ունեմ միս, այստեղ էլ թխում եմ, այսպիսի համով էկլերներ, սա է իմ էկլերները, հարգելիներս, ու հիմա արդեն իսկ անցնենք մինչ կտապակվի սոխը, սովորական տոլմայի խճողակ ունեի, այսպիսի կլոր գնդիկներ եմ անում և թանձրուկի մեջ իրանց տապակելու եմ։ Աղացել եմ խոզի և տավարի միս և անունը լավ է հնչում, ռուսերենում պատրաստում եմ ֆրիկադելկաներ հնդկաձավարի հետ, դրնձի փլավի հետ, շատ համահունչ է, որպեսզի ձեր ժամանակը շատ չտանեմ, մնացածը կպատրաստեմ կադրից դուրս, հարգելիներս, այսպես։ Ահա, այստեղ արդեն պատրաստել եմ այսպիսի համով թանձրուկ, ինձ եմ ավելացնելու իմ պատրաստած լեչոյից, այստեղ, որից հետո ավելացնելու եմ եղմանջուր, մի հատ լավ խառնեմ, աղը նախորոք արդեն լցրել էի, որպեսզի սոխը համ թուլանա, համ ավելի համեղ լինի։ Հիմա այստեղ արդեն ունեմ պատրաստի ֆրիկադելկաները, ուղարկում եմ թանձրուկի մեջ և մարմանդ կրակով թողելու ենք, որ լավ եփվի, ինչպես որ հարկն է, այսպես, պատրաստում եմ 3 չափաբաժնի համար, այնպես որ
Շատ է ու քիչ չի։ Մի փոքր է կուզենամ ջուր ավելացնեմ։ Եվ վերջ։ Այսքան բան։ Ելիներս այստեղ եփվում է արդեն թանդրուկը կոլոլակների հետ միասին, այստեղ էլ հնդկած ավագը, դե ինչ, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ տեսանյութում, անգամ ծիծակնել տեսքը տեղը մնացել է։